Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ իմ հզոր հայացք, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, մինչև սկսենք մեր հաղորդումը այսօրվա հուլիսի 9-ին 2026 թվականին, խնդրեմ տեսնենք այս երկու տեսահոլովակը, այնուհետև բովանդակությունից դուք հասկանաք, թե ինչի մասին էր խոսքը։ Դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը։ Արյուծի պատմությունը։ Լավ, Նիկոլը ինչ-որ մի սրբապատկեր էր սարքել այդ արյուծին հեծած, չգիտեմ, պտտվում էր ցույց էր տալիս, Քոչարյանն էլ սկսեց մի կես ժամ ապացուցել, թե ինչ լավ բան է արել, գնացել արյուծները խփել, իր նման այդպես հարուստ միլիարդատերերի հետ ինչ-որ հարցեր են լուծել, ինչ-որ գործարքներ են կնքել, բայց ընդունված բան է, շատ ճիշտ ասում, ընդունված է, բայց դուք հիշում եք երևի 10 տարի չեղավ, Իսպանիայի թագավորը գահանքեց արվեց, որովհետև Աֆրիկայում փիղ էր սպանել։ Ահա ինչպիսի չափանիշներ են գործում մեզ մոտ եւ քաղաքակիրթ աշխարհում։ Տեսակ, սիրելի բարեկամներ, ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը եւ ինչ ասեց իրեն քաղաքական պապա Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խոսքս այռուցների մասին է, սրանք այռուցած ցավով են տառապում։ Այն ժամանակներից դեռ սկսել են այռուց եւ այռուց եւ ինչ եղավ, նա եղավ։ Հիմա սկսենք։ Փաստերը տեղադրելով իրար կողք գալիս է մի նկար, որի մասին ես խոսում էի շատ վաղուց։ Հիմա ես հիմնավորեմ, թե ես այն ժամանակ ինչի համար էի ասում, որ Հայաստանի իշխանությունը գրավելն են թուրքական գործակալները։ Վովանն ու Լեքսուսը դա պրանկերներ են, ռուսական, դեռ 3 առավոտ շուտ ինձ եկել էր այդ նորությունը, բայց ասի միգուցե ֆիկցիա է, մի քանի տեղից մենք մատ ստուգենք, տեսնենք, թե ինչ է կատարվում, որպեսզի չլինի լկտի սուտ։ Հիմա տեսնենք տարբեր իստոչնիկների այս տեղեկատվությունը, այնուհետև ես զարգացնեմ թեման, խնդրեմ։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն արել, թե պատրաստ է օգնել Հայաստանի գործող իշխանություններին գահանքեց անելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Վ-ին։ Ռուսաստանի առաջին ալիքի պրանկերներ Վովանը եւ Լեքսուսը նկարահանման տաղավարից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, ներկայացել իբրև խոսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես ակնկալում եմ ԵԱՀԿ դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում Փաշինյանի անունից, ասել են զանգահարող պրանկերները։ Ի պատասխան Սինիրլիօղլուն ասել է, թե պատրաստ է զբաղվել դրանով։ Ես ամեն ինչ կանեմ, խոստացել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, մտածելով, թե զրուցում է վարչապետ Փաշինյանի հետ։ Ռուս պրանկերներ Վովանը եւ Լեքսուսը Նիկոլ Փաշինյանի անունից զանգել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուին։ Նա խոստացել է օգնել Փաշինյանին կաթողիկոսին փոխելու հարցում։ Նա այս անկեղծ խոստովանությունն արել է Ռուսաստանի առաջին ալիքի եթերում, երբ պրանկերները զանգահարել են ներկայացել որպես Նիկոլ Փաշինյան։ Մտածելով, թե իսկապես Հայաստանի վարչապետի հետ է խոսում, գլխավոր քարտուղարը հարցրել է, թե կարող է Փաշինյանը փոխել կաթողիկոսին։ Ես կարծում եմ, որ հիմա ունեմ հաղթաթղթեր իմ ձեռքում եւ մենք կարող ենք փոխել։ Եվ այն ամենը, ինչ ես կարող եմ խնդրել ձեզնից, ձեր աջակցությունն է։ Փաշինյանի անունից ասել են պրանկերները։ Լավ, ես ամեն ինչ կանեմ, խոստացել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ Генсек ОБСЕ Феридун Синирлиоглу стал жертвой пранка. Он думал, что разговаривает с премьером Армении Николом Пашиняном, но на самом деле общался с Вованом и Лексусом. В опубликованной записи собеседник, выдававший себя за Пашиняном, просил поддержки в вопросах, связанных с Армянской апостольской церковью и католикосом. Генсек ответил, что готов помочь и сделает все возможное. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտնվել է անհարմար դրության մեջ։ Նա կարծել է, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է ռուս պրանկերներ Վովանի եւ Լեքսուսի հետ։ Նա զրույցի ընթացքում ասել է, որ պատրաստ է օգնել հեռացնել հայ առաքելական եկեղեցու առաջնորդին։ Այս մասին հայտնել է ռուսական առաջին ալիքը, նշելով, որ Հայաստանի իշխանությունները սկսել են հայ առաքելական եկեղեցու իրական հալածանքներ։
Ըստ լրատվամիջոցի հոգևորականներին ձերբակալում են, իսկ անցանկալի համարվողներին հետապնդում։ Այս ամենը արևմուտքի հրահրմամբ։ Ինչպես նախկինում հայտարարել էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։ Я также рассчитываю на позицию ОБСЕ, что вы тоже можете меня поддержать в этом вопросе. Я тоже этим займусь. Պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից նշել են, որ իբր Հայաստանի վարչապետն ակնկալում է աջակցություն ստանալ եւ հույսը դնում է ՀՀԿ դիրքորոշման վրա։ Կարծում եմ, ես հիմա հաղթաթուղթ ունեմ եւ մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ ես միայն կարող եմ խնդրել ձեր աջակցությունը, երբ մենք բախվենք զգալի քննադատության Կարապետյանի դաշնակիցների կողմից, նշել են պրանկերները Փաշինյանի անունից։ Լավ, ես կանեմ ամեն հնարավոր բան, պատասխանել է ՀՀԿ գլխավոր քարտուղարը։ Сместить главного католикоса армянской церкви готов генеральный секретарь ОБСЕ. Феридун Синерлиоглу сделал откровенное признание. Думал, что разговаривает с премьером Армении Пашиняном, а на самом деле общался с нашими пранкерами Вованом и Лексусом. Власти устроили настоящие гонения на армянскую апостольскую церковь. Задержание священнослужителей, притеснение неугодных. Все с подачи Запада. Как ранее заявляла наша служба внешней разведки, конечная цель Брюсселя – полный разрыв многовековых духовных связей Армении и России. И генсек ОБСЕ готов помочь заменить католикос. Я также рассчитываю на позицию ОБСЕ, что вы тоже можете меня поддержать в этом вопросе. Я тоже этим займусь. Кстати, вы можете это сделать? Можете ли вы заменить католикоса? И я думаю, что теперь у меня есть козыри в руках, и мы можем изменить религию. И все, о чем я могу вас попросить, это ваша поддержка в тех случаях, когда мы сталкиваемся с большой критикой со стороны союзников Карапетяна. Хорошо, я сделаю все возможное. Տեսակ ինքներդ, սիրելի բարեկամներ, OBSE-ի գեներալնի սեկրետարը, որը ազգությունով թուրք է, ինչ է ասում է հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանը, միթոմ Նիկոլ Փաշինյանը, բայց պրանկներն են խոսում, որ խանգարում է կաթոլիկոսը եւ այլն, Սամվել Կարապետյանի մարդիկ շատ են, եւ նա ինչ ասում է, մենք կաջակցենք ձեզ։ Այսինքն, եզրակացությունը հետևյալն է. իշխանությանը Հայաստանի Հանրապետությունում գտնվում են թուրքի գործակալներ։ Եթե էսել է քիչ այն մասային է վերաբերվում, ովքեր Նիկոլապաշտ են, ապա կա Մարինա Կարապետյան, քանդիր պետությանը ԿՊԱ-կան այդ իրանց լոգիստիկան անող ակտիվ մասնակից կուսակցության, որը որ շատ է սիրում թուրքերին, իսկ որպեսզի նրանք չասեն լկտի սուտ է, խնդրեմ այս տեսահոլովակը։ Համբուրում եմ։ Տեսակ ինքներդ, սիրելի բարեկամներ, բուգիները թուրքական երաժշտության տակ եւ անհայտ մարդկանց շրջապատում։ Հիմա տեղը գալիս է, թե ինչի համար sense մի հատ մեծ կատոկ անցավ Գագիկ Ծառուկյանի պահով։ Ինչի էր այս շոուն իրենց պետք էր, որպեսզի իրենց տերերին ապացուցեն, որ տեսեք, մենք ինչ ենք անում։ Եվ պատճառը ես հիմա հասկանում եմ ինչումն է։ Բացի նրանից, որ Գագիկ Ծառուկյանը չէր մտնում իրենց պլանների մեջ որպես մասնակից, որպես քաղաքական ուժ, այլ նաև իրենք ինչ են անում, այո, Հիսուս Քրիստոսի արձանը ուզում են, որպեսզի չկանգնի Հայաստանի Հանրապետությունում։ Առաջի քրիստոնյա ազգի մեջ պետք չի որ լինի Քրիստոսի արձանը, քանի որ այս մարդիկ տանում են Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ազգին թուրքացման, դուք պետքա կրոնափոխ լինեք, հասկանում եք թե չէ, այն մասային ով որ մինչև հիմա քնած է, դրա համար էր ասում Նիկոլ Փաշինյանը, մենք որտից ենք դարձել քրիստոնյա, մի օր ասում է Արտնավես թագավորը ասեց, всё, մենք քրիստոնյա ենք, այ ինչի համար էր նա այս ամենը ասում։ Սիրելի բարեկամներ, թուրքերը, ադրբեջանցիները
նրանք գիտեն, որ այս մարդը որպես ղեկավար, որպես ոճ, որպես քաղաքական գործիչ միջազգային ասպարեզում զրո է։ Ներքին քաղաքականության մեջ էսի ակուլա է, փողոցային պայքար, մուտիլովկա, մանիպուլյացիա, ամեն ինչ, բայց միջազգային հարթակներում նա կուլտուրական եմ ուզում, կուլտուրական եմ ուզում արտահայտվեմ, նա անգամ ստուդենտ չի, հասկանում եք, եւ նրանք դա լավ են հասկանում, եւ նրանք այդ գնահատականը տվել են, որպիսի չասեն լկտի սուտ է, տես բան չկա, մենք հավասարի հետ ենք, խնդրեմ հիշեցնեմ ձեզ բոլորիդ Ալիևի Բեղերով Տարականի ասածը, խնդրեմ։ Մենք հաղթել ենք Քոչարյանին ու Սարգսյանին։ Ես ասում եմ, Փաշինյանը ոչ մեկն է։ Մարդ, որ գիտելիք ու փորձ չունի, չի հասկանում միջազգային հարաբերություններից, չգիտի ինչպես ղեկավարել երկիրը։ Մարդ, որ իր կյանքում մի կոլխոզ չի ղեկավարել, նա մեզ սադրեց, արեց անընդունելի բաներ ու պատրվեց դրա համար։ Տեսակ, ցավները տանեմ, տեսակ, զարթնեք, արթնացեք, ուշքի եկեք, թե դուք ուզում եք առավոտը շուտ արթնանաք նամազի տակ։ Մոլլեն ընդից գոռա, ոնց ինչպես Բաթումիում, դուք արթնանաք, էդ եք ուզում։ Եթե էդ եք ուզում, ուրեմն հանգիստ նստեք տեղերը, ոչ մի բան մի խոսացեք, քաղաքականության մեջ մի մտեք, ինչպես շատերն են ասում, մենք քաղաքականության մեջ չկան, ուրեմն նստեք տներդ։ Էսա գգան, սիրուն, երեխեքին պատրաստեք, որ էսա մի 10 տարի հետո կդառնա Հայաստանը մուսուլմանական երկիր։ 10 տարի հետո, 5 տարի Նիկոլը կլի, 5 տարուց հետո էլ էսա ոչ մի ընտրողի այնով որ հայրենասերա, հայամեդա չեն թողի ընտրության, կդառնաք մուսուլմանական երկիր, ու կլինի բարև ձեզ։ Այդ դրա համար է Նիկոլ Փաշինյան ասում գնալու եք, միթոմ նա ասում է դա հոգևորական աշխարհին, միթոմ ասում է նա հարուստներին, միթոմ իր ասած թալանչիներին, բայց դա վերաբերում է բոլորին։ Նա ուղիղ հայտարարում է դա։ Այսօր Հայաստանի Հանրապետությանը վտանգ է սպասում շատ մեծ, իշխանությունը գրավել են թշնամիները, ես ձեզ ավելին ասեմ, որտեղա տեսած, որտեղա լսած, որ 70 տարեկան մարդուն, ասենք խոսքս Գագիկ Ծառուկյանը, էդի ինչ լկտիություն այդ մարդուն տենց 15 հոգի յանիչարներով հարձակվեն վրեն, 15 յանիչարներով, են որ գիտեք ինձ շակալներ որ ընկնում են, հարցակվում են այռուցի վրա, որ սենց հազիվ տապալում են, այդ նկարն աշկերիս առջև։ Սիրելի բարեկամներ, վերլուծություն արեք, մեկնաբանեք ինքներդ, մտածեք, տարածեք այս տեսահոլովակը, որպեսզի հասանելի լինի բոլորին։ Ուշ կլինի, վաղը կլինի ուշ, որքան էլ հիմա բողազս ճղեմ, որ պետքա հելլել, պետքա պայքարել, պետքա սրանց կանգնացնել, որ հասանելի լինի, չի կարելի հելլել, ուղղակի մի հատ sense գիտեք ինձ ժողովրդի մի անգամ էլի հուսաթափ անել մի 15-20 հոգով, պետքա ազգը հիմա եռում է, բայց պետքա որ արթնանա, իրանց կողմի ժողովրդի վրա աշխատանք տարեք, բացատրեք, որ այ եղբայր, այ քույր ջան, հասկացանք ասֆալտ, հասկացանք երկու հատ մանկապարտեզ դպրոց ռեմոնտ են արել, ամեն ինչ հասկացանք, բայց երկիրը վաղը չենք կարանալու այս հողը ունենանք, բացադրեք, ցավները տանեմ, ուշ կլինի, բոլորը ձեր հոգսերով գիտեմ, բոլորի դժվար է, կյանքը դաժանացել է, դժվարացել է, բայց այսօր լինել չլինելու խնդիրն է։ Սիրելի բարեկամներ, վերջում ինչի մասին եմ ուզում խոսալ։ Շատ ցավալի է, ես մեկ անգամ եւս ասեմ, որ մեր վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ խոսում եմ այս անունի մեջ 2-3 օր է, այսօր հողարկավորություններ իրեն, եւ գիտեք,
հիմա չեմ ուզում այդ սուրբ մարդուն, մեծ հային, ազատամարտիկին, այսօր քաղաքական կոնտեքստ լինի, բայց Արտաշես Ալեքսանյանը իր ամբողջ կյանքը հպարտանում էր հայ լինելով, հպարտանում էր Հայաստանով, հպարտանում էր Երևանով, հպարտանում էր իրեն ուսուցիչներով, Արմեն Ջիգարխանյանով, Խորեն Աբրամյանով, այտենց առիթ չի եղել, որ մենք իրար հետ խոսանք, նա չի շի այդ մեծ վարպետներին, բայց երեք ես որ գնացել էի հոգեհանգիստի արարողությանը, ժողովրդի հետ շփվում եմ, ասում եմ, հետաքրքիր է, էլի վաստակավոր արտիստ, մեծ հայ, կռված հայ, ինչի համար օպերայում չտեղադրվեց, ընդհանրապես Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները կասեն, որ այդ կոչում ունեցող մարդը միշտ ասենք թե լինում է կամ Դոմ Սայուզով կամ Կրեմլի երրորդ դահլիճում, այդտեղից արարողությունը սկսվում, բան չունեմ ասելու, մեր եկեղեցին է, բայց կարելի էր օպերայում անել արարողությունը, այնուհետև բերել եկեղեցին, աղոթք անել իրեն հոգու համար, այնուհետև տանել ուր, տանել Փանթեոն, ոչ թե Սովետաշենի գերեզմանատուն, ի հարգանքով բոլոր հանգուցյալներին, ովքեր գտնվում են Սովետաշենի գերեզմանատանը, բայց սա ուրիշ պատմություն է, և ինձ ասեցին ընդեղ գտնվող մարդիկ, ովքեր լսել են, զբաղվել են այդ հարցով, ասին, որ մերժվել է Փանթեոնում և օպերայում այդ ամենը կատարելու վերաբերյալ, ու ասել են, նա վաստակավոր արտիստ է, նա ժողովրդական արտիստ չի, ես ինչ են ասում, բայց ես գիտեմ պատճառը հետևյալն է, որ նա եղել է ազատամարտիկ, նա եղել է ընդդիմադիր մտավորական, քանի որ շատ էր սիրում Հայաստանը և շատ է սիրում հայ ազգին, և ամենագլխավորը, նրան չներեցին իրեն հիանալի դերը Գարեգին Նժդեի ֆիլմում, որտեղ նա խաղաց հիանալի խաղաց Գարեգին Նժդեի դերը, ադրբեջանցիները թույլ չտվեցին, որպեսզի Գարեգին Նժդեն հողակավորվի Փանթեոնում Հայաստանի Հանրապետության։ Իսկ ինչ մտածելակերպ ուներ ու ոնց էր նա իրեն հարցազրույցներում ներկայացնում Հայաստանը, ոնց էր պատկերացնում Հայաստանը, խնդրեմ այս երկու տեսահոլովակը։ Կմաղթեմ մեր երկրին խաղաղություն, կապույտ երկինք, որպեսզի մեր երկիրը խաղաղ լինի, բոլորի ընտանիքները խաղաղ ապրեն, երեխաները կապույտ երկնքի տակ մեծանան և իմ ընտանիքին, իմ թոռներին, որպեսզի կարողանանք բոլորս միասին լինել, վերջ ի վերջո, ես մի հատ ներկայացում էի արել, այդ ներկայացումը այստեղ էլ արեցի, Սանկտ Պետերբուրգում արեցի այդ ներկայացումը, վարպետ Մարգար էի խաղում ընդեղ, ասում էր վարպետ Մարգար, ասում էր մեջքը ծռավ տուն սարքելով ամբողջ աշխարհում, համը չկրծար մեծ տուն եմ սարքեր ծովիցով Հայաստան նկատի ունի, այս ամբողջ աշխարհի հայերուն լսնեիր մեջը ու սեիր դե գնացեք իրար հետ ապրեք։ Եվ թավարում ենք մենք վագրերի պես վայրակ, երկրից երկիր, քաղաքից քաղաք, գոյավիճակն է մեր դինը թավարական, ինչպես բոլորը գիտեն, թավարում են հայերն արդեն, 100,000 տարի արդեն, այս անգամ ջուր չեր արջելու նրանց, ետևում կանգնած, թուրքը իր սուր յաթաղանը բռնած, սրանց ուզածը հայ արմատն է լոք, Քոքից կտրելու վերացնելով Հիտլերի լոզունգը մտքերում բաց, բայց չիմանալով, որ հայ երբեք չի վերանալու այս հողագնդից, քանի գոյություն ունի այս գունդը, եկ ու գործայ գնդի անկյունում կստեղծեն նորից փոքր մեծ Հայաստան, իր գրերը նորից աղոթները սուրբ,
թադրոնն առաջին ողջ հողագնդում, ծովից ծով կանչելով կրկին, բանականության մեղին, ոտքի կհաներ ողջ հայոց ազգին, այս անգամ արդեն հայերեն բարով, մտածելակերպով բանականությամբ, այ ցիրուցան կանի բոլոր նրանց, ով կհանդեպնի դեն դուրս գալիրանց, աշխարհի դատի ձեռքը վերցրած, ոչ թե խնդրելով, որ դատ ճանաչեն, եղերն հաստատեն եղերնագործները, աշխարհը գնդի պետությունները, մորգիտը կգա նորից մեր անին, վասկուլականը, մեծ ու փոքր հայք եղբայրները հին, մոր աչքին մի ուրիշ ծով, մանկան աչքին մի ուրիշ ծով, ծովի ծով Հայաստան, ուրախության արցունքից։ Այսօր այս կանը, սիրելի բարեկամներ, ավելացնելու ոչինչ չունեմ, ժամը 13:00-ին մեկ անգամ եւս ասեմ, որ Կոնդի Սուրբ եկեղեցուց Դին Արտաշես Ալեքսանյանի կտեղափոխեն Սովետաշենի գերեզմանատուն։ Աստված հոգին լուսավորի եւ մտածում եմ, որ կգա մի օր, շատ շուտով կգա այդ ժամը, որ մենք մեր սեփական երկրում, մեր հիանալի Հայաստանում, մենք կլինենք ազատ, մենք կլինենք ոչ թրքացած եւ ամեն տան մեջ, ամեն օջախի մեջ կծնվեն. Как страна с 3 миллионами человек дала десятки маршалов и адмиралов? Армения маленькая на карте, но гигантская по духу. Во времена СССР армяне занимали ключевые позиции в армии. Иван Баграмян – маршал, стратег, герой. Адмирал Исаков – легенда советского флота. Маршал Ханферианц, маршал Бабаджанян, Аганов, генерал Саакян – список длинный. От Кавказа до Берлина они вели армию к победе. Ум, дисциплина, мужество – все это было в крови. Это не совпадение, это характер нации. Маленькая страна, большие имена. Նոր Արտաշեսներ, նոր Նժդեներ, նոր Մոնթեներ, նոր Անդրանիկներ եւ շատ շատերը եւ կծաղկեցնեն մեր հիանալի երկիրը Հայաստանը եւ յուրաքանչյուր այդ բալիկ, ով կկրի այդ անունը, նա տեղեկացված կլինի, որ նրանք կրում են մեծ հայի անուն։ Եթե Հայաստանից Հանրապետությունը, սիրելի հայրենակիցներ, գեցե հայ ազգս, գեցե հայոց առաքելական եկեղեցի, տեսություն, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան, կներեք մի քիչ ուզրեցի։